Երեք պրեմիերաներ այս ֆանտաստիկ ֆիլմի ցավոք սրտի մենք չկարողացանք ներկա գտնվել, կուղենք այդ սխալը այսօրվանից, այսինքն հունիսի 1-ից Փոքր մհեր անիմացիոն ֆիլմը կբարձրանա մեծ էկրաններին, առաջին արհեստական բանականության լիամետրաժ մուլտֆիլմն է տարածաշրջանում, ժամանակակից ձևաչափով ներկայացված հայկական այս պատմությունը շուտով կհանդիպի իր հանդիսատեսին Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս։ Այս ամենի մասին խոսելու ենք մեր հյուրերի հետ, իսկ մեր հյուրերն են Փոքր մհեր մուլտֆիլմի բեմադրող ռեժիսոր, գլխավոր պրոդյուսեր, սցենարի հեղինակ Հովհաննես Մարգարյան, բարի լույս, ֆանտաստիկ մարդ, եւ Փոքր մհեր մուլտֆիլմի արհեստական բանականության թիմի ղեկավար Լուսին Բաղդարյան, բարի լույս։ Բարի լույս, Շարավատի։ Պրեմիերաները եղավ, ոնց անցավ։ Շատ լավ անցավ, իրականում տենց երևի մենք կարելի ասել չզգացինք էլ, որովհետև այս վերջի ժամանակը արդեն մեր առաջի պրոյեկտներ նմանատիպ մեծ մասշտաբային ու իր ֆորմատով ինքը եզակի է, այսինքն լիամետրաժ մուլտֆիլմ ամբողջությամբ պատկերը գեներացված արհեստական բանականության ինքը արդեն եզակի էր, դրա համար մեր մոտ մի փոքր լարվածություն կար ու ոնց որ արդեն ձեր եթերի ժամանակ արդեն նոր սկսում ա, չէ՞։ Հանգստանում եք։ Սկսում ա թողել այդ լարվածությունը։ Իսկ ինչու ընտրեցիք հենց Փոքր մհերի կերպարը։ Մեր համար շատ կարևոր էր, որ երբ որ արդեն գաղափարը կար, որ պետք է արհեստական բանականությամբ ստեղծվի մուլտֆիլմ, լիամետրաժ, շատ կարևոր էր, որ պատմությունը լինի երեխաների համար հետաքրքիր, Հայաստանից դուրս նաև հետաքրքիր, որովհետև ունենք նպատակ մուլտֆիլմը արդեն թարգմանել տարբեր լեզուներով ու ներկայացնել ոչ նաև հայ հանդիսատեսին։ Մետրո Գոլդեն Մայերի կողքին կհայտնվի Pixar-ի կողքին իմ կարծիքով սենց 485-ը, խոսենք 485-ի մասին։ Ու դրա համար Փոքր մհերը այն կերպարն էր, որը ըստ իս շատ առեղծված էին, ինքը շատ հետաքրքիր է Փոքր մհերը ու չբացահայտված ու մեզ հենց հետաքրքիր ինքը ոնց իրան կդրսևորի մեր օրերում, մեր երկրում։ Իսկ կներես որքան է տևել ֆիլմի ստեղծման գործընթացը։ Ամբողջ process-ը 6 ամիս մի փոքր ավել։ Արհեստական բանականություն, այսինքն որ ավելի ճիշտ հասկանամ մեր հեռուստայտողը, հա, այսինքն այնպես չի որ ծրագրին տվել եք, ասել եք, սարքի այդ մուլտֆիլմը հետո տենց հանենք էկրաններ էլի, որպեսզի մարդիկ հասկանան, այստեղ չի բացառվում սցենարի վրա աշխատանք, այստեղ ներգրաված են մարդիկ, որպեսզի մաքսիմալ հնարավորինս ճշգրտություն լինի պատմության, այսինքն ամեն ինչ պետք է ներկայացվի շատ ճիշտ, այնպես որ պարզապես տվել եք ծրագրին հանձնարարություն եւ այն ուղղակի տվել եք այս մուլտֆիլմը։ Երևի ավելի շատ իմաստով։ Լուսին պատասխան այդ process-ը ոնց են կարել։ Իրականում համարյա թե կլասիկ մուլտֆիլմի բոլոր քայլերով անցել ենք, սցենարից սկսած, ստորիբորդից վերջացրած, անիմացիկներով եւ այլն։ Ճիշտ է, ֆիլմը ամբողջությամբ արհեստական բանականությունով ենք ստեղծել, բայց 3D մոդելավորման, կամերայի շարժի, հենց կլասիկ 3D-ի օգնության ենք շատ դիմել, որտեղ շատ դեպքերում արհեստական բանականություն չի հասկանում, թե ինչ պետք է անել ու հետագա պրոյեկտների համար էլ արդեն մշակել ենք միքս, որտեղ կարող ենք օգտագործել համ 3D կլասիկ անիմացիաները, մոդելավորումը, համ AI մոդելները։ Ու այս ընթացքում էլ շատ տարբեր բաներ ենք օգտագործել, բավականին մեծ թիմ ունենք, հենց 2D մոդելավորողների, իլյուստրատորների, նկարիչների, ինքը միքս է եղել բոլոր տեխնոլոգիաների։ Դրա համար էլ կարողացել ենք ստանալ այսպիսի մուլտ։ Okay։ Իսկ ինչ ուղերձ եք ցանկանում փոխանցել այս ֆիլմի միջոցով։ Ինձ թվում է երևի ամենա տենց մեր մոտ տանող գիծը սա ողջ պատմության ընթացքում արդեն դա խոստումն է, խոստումը պահպանելու կարևորությունը ու երևի այդ քո մեջ հերոսին գտնելու ուժը, որ ինչքան կարևոր է, որ քո մեջ կարողանաս գտնես հերոսությունը, հերոսին բացահայտես քո մեջ ու հասկանա ամեն մեկը ինչի համար ինքը ստեղծած, ինչի համար ինքը ծնվել։ Իսկ որքանով է կարևոր հայկական հերոսապատումների ներկայացումը նոր սերնդին ժամանակակից լուծումներով։ Դա երևի մեր այդ մեզ դրթիչ ուժերը, դրթիչ պատճառներից մեկն էր, որովհետև
մենք մեկ հասկացանք, որ երեխաներին սովորաբար երեխաները ունեն հերոսներ, որոնք որ հայկական չեն։ Ինչ գիտեմ, տարբեր երկրների հերոսներ են, տարբեր երկրներում տարբեր ոչ հայկական անվանումներով ստեղծված հերոսներ են։ Դրա համար շատ կարևոր է, որ հայ երեխա ունենա հայ հերոս։ Բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք, որ 21-րդ դարի երեխաներ ունեն իրենք իրենց պահանջները, իրենք իրենց պատկերացումները, տեսքը ինչպիսին է հերոսը, ու դրա համար փորձեցինք պահել հայ ազգայինը, դա արդեն մասնագետներ ներգրավելով, տարազի մասնագետներ, էփոսագետներ իրենց միջոցով պահենք այդ էթնիկ վիճակը, բայց միևնույն ժամանակ երեխաներին կարողանանք փոխանցել հնարավորինս ընկալելի իրենց արդեն պատկերացած չափորոշիչների մոտ հերոս։ Բայց մենք խոսում ենք միայն երեխաների մասին, Հովհաննես, բայց իմ կարծիքով 3 թիրախային խումբ կա, երեխաներ, դեռահասներ եւ մեծեր։ Իմ կարծիքով բոլորի համար է, բայց հետաքրքիրը ինչն է, արդյոք այս 3 խումբն էլ ֆիլմը դիտելուց հետո նույն բանը կզգան, այսինքն ամեն մեկը նույն բանը իր հետ կվերցնի, թե մեծերին այլ մտածելու բան ենք տալու, դեռահասները մի փոքր այլ ուղղությամբ կմտածեն ֆիլմը դիտելուց հետո, իսկ փոքրիկները պարզապես գույներ, նոր կերպար, ֆանտաստիկ պատմություն կտարբերվի ամեն մեկի ընկալումը։ Մեծերի համար կա, մեծերի համար բավականին տենց 3 էլ պրեմիերան ցույց տվեց, որ այն հումորները, որով մենք ակնկալում ենք, որ մեծերին դուր կգա կամ այն խոսքը, այն զարգացումները պատմության դուրը կհետաքրքրեն, իրականում մեր սպասելիքները արդարացեցին, մեծերին դա դուր եկավ, որովհետև կան մեջը կերպարներ, որոնք որ ամբողջությամբ իրենց հումորը ընկալելու համար ու դրա վրա ծիծաղալու համար եւ իթե արդեն պետք է չափահաս լինես, էլի։ Խոսենք ձայներից։ Որտեվ շատ հայտնի արտիստներ այնտեղ։ Հա։ Դե մեզ մոտ պատմիչը Խորեն Լևոնյանն է, ինքը հենց ագրավակարի պահպանողն է, պահապանն է, ըստ մեր սցենարի ու ամբողջությամբ մուլտֆիլմի ու նաև էպոսը համառոտ պատմում է, որովհետև մենք հաշվի ենք առնում նաև, որ մարդիկ կնեն, որոնք որ մի փոքր կարող են մոռացած լինեն էպոսի 4 ճյուղերը, ընդհանուր ոնց է զարգանում Սասնա ծռերը, դա համար ամենասկզբից պատմիչը պատմում է նաև մհերի մտորումներն է, նաև ավարտում է Խորեն Լևոնյանը, փոքր մերին կերպարանավորել է Սոս Ջանիբեկյանը, մեզ մոտ Ռաֆայել Երանոսյան, Վահե Բոնին, Բեգլարյան, Լևոն Հարությունյան, Դավիթ Հակոբյան, Արուսիկ Տիգրանյան, Արևիկ Գևորգյան, Հարութ Խաչատրյան, մի մեծ աստղաբեկ։ Իսկ կարող ենք ընդունել, որ այս արհեստական բանականությամբ Լիամ Տրաշվիլը նկարած, ասենց զարգ կտա ու գնալով ավելի շատ նման մուլտֆիլմեր կամ ֆիլմեր կհայտնվեն մեր շուկայում եւ արդյոք այն շատ լավ մրցունակ Լիամ Տրաշվիլը կարող է լինել միջազգային շուկայում։ Շատ մեծ հույս ունենք։ Կարծում եմ հետագայում ոնց որ առաջին քայլերը մենք արեցինք, բայց հետագայում կտեսնենք միգուցե նոր մոտեցումներ, ու մենք էլ միգուցե նոր տեխնոլոգիաներով, նոր, ինչպես ասեցի, ծրագրերով կկարողանանք ներկայանալ։ Իսկ միջազգային շուկայի մասով ես կարծում եմ, որ կան շատ իրականում շատ փառատոներ կան, որոնք որ շատ մեծ դեր են տալիս հենց այն կոնտենտին, որը ստեղծվել է արհեստական բանականության, որովհետև դա ժամանակի պահանջներն են, ժամանակի մարտահրավերն է, ով ավելի շուտ կընկալի նոր խաղի կանոնները, իրենք մի փոքր ավելի առաջ կլինեն, դրա համար մենք այս հենց գաղափարներ պատճառը, որ որոշեցինք, որ հնարավորինս արագ ստեղծել, որովհետև 485-ը հենց այդ խորհրդանշական անունը, դա Հայաստանի շտրիխ կոդն է, ցանկացած հայկական ապրանք, որ վերցնենք իմանայինք, շտրիխ կոդը սկսում է 485-ով։ Դա երկրի պատկանելությունն է ցույց տալի, ու մենք ուզում ենք, որ ցույց տանք, որ ինչ որ արտադրելու ենք ու արտահանելու ենք, արհեստական բանականությամբ ստեղծված նյութը, դա արտահանում ենք, դա Հայաստանում արտադրվել ու դա 485-ը նաև հավատում ենք, որ որակի չափանիշ է դառնալու։
Իսկ սա կլինի, այսինքն այս միակ, ինչ եք կարծում, որովհետև ըստ իս պետք է շարք շարունակել, որովհետև սա լավ հնարավորություն է բոլորիս, այո, հա, ինչու ոչ։ Հասկանում ենք դա իհարկե եւ ֆինանսապես եւ առասարակ շատ բարդ է, բայց շատ կարեւոր մեծ գործ եք անում, որովհետև այս տարբերակով ժամանակակից ել ավելի հասանելի կերպով մենք կարող ենք երեխաներին, ոչ միայն երեխան, բոլորին թեկել դեպի մեր պատմություն, էպոսներ ու ել ավելի հետաքրքրացնել։ Չէ, միանշանակ պետք է սա երևի սկիզբն էր։ Երեք մենք թիմով էլ երբ որ քննարկում ենք, մեր աշխատանքը չավարտվեց պրեմիերով, սկսեցինք, որովհետև ունենալ այն գործիքները, որ տալիս է արհեստական բանականությունը, այսինքն ինքը սեղ ժամկետում, քեզ ժամանակը կրճատում է, ռեսուրսները կրճատում է, որպեսզի մեր հեռուստատիտողները ճիշտ պատկերացնի ինչի մասին է խոսքը, մենք տեսեք գյուղեր գնալ գտնել, որ գյուղում ենք ուզում մեր գյուղի պատմությունը զարգանա, դրանք մոտավորապես 10,000-ից ավել ֆոտոներ ունենք, ֆոտոներով սկսում ենք սնուցել արհեստական բանականությանը, որ երբ որ քեզ կասենք հայկական գյուղ կամ աշխարհում որևիցե միտեղ քեզ կհարցնեն ինչ տեսք ունի հայկական գյուղը, սա է հայկական գյուղերը այս ձև են, ծառերը այսպիսին են, մեր մոտ լանդշաֆտներն այսպիսին են, ժայռապատկերները այսպիսին են, հետո արդեն սկսում ենք բան օպերատորի հետ, օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն է, օպերատորի հետ սկսում ենք արդեն հասկանալ ինչ տեսախցիկ է, ինչ տեսախցիկ ենք օգտագործելու, արհեստական բանականությունից ինչ ենք պահանջում, ինչ օբյեկտիվ, ինչ լույս, ինչ գույներ, ու սկսում ենք էսքիզավորել, այսինքն յուրաքանչյուր կադր, որ հեռուստատիտողը կտեսնի ֆիլմում, յուրաքանչյուր կադրը նախապես գեներացվել է, դա էսքիզավորվում է։ Այսինքն նկարիչները, դիզայներն աշխատում են, մեր մոտ պատկերը կա, բայց ինքը չի շարժվում։ Արհեստական բանականությունից մեր պահանջը որպես այդպեսին լինում է շարժել։ Այսինքն մեր պատկերը դառնա շարժապատկեր, որ դասական, այսինքն համակարգչային գեներացված պատկերների ճանապարհով CGI ասվածով, դա երկար process է։ Այսինքն մեր մոտ արդեն դառնում է AIGI, այսինքն արհեստական բանականությամբ գեներացված պատկեր։ Ինքն մեր պահանջը եղել է, որ նա շարժի, որովհետև այդ մոդելավորել ու որ ընթացք ստանա դա, ու դրա համար այն գործիքները, որ հիմա տալիս է, ուղղակի ու տիրապետելով արդեն այդ նրբություններին, խնդիրներին, որովհետև ամբողջ ընթացքում երևի մենք խնդիր էինք լուծում։ Յուրաքանչյուր օր թիմը նոր մի հատ խնդիր էր հասկանում ու նոր մի հատ խնդրի լուծում էին գտնում։ Դրա համար մենք կարծում ենք, որ սա լավ փորձառություն էր թիմի համար ու նաև ոլորտը ինձ թվում է կսկսի այս ուղղությամբ շատ զարգանալ, որովհետև մենք ունենք իրականում ֆանտաստիկ երիտասարդներ, որոնք որ շատ լավ տիրապետում են, բայց իրենք անհատներ են։ Իրենք իրանց համար, չգիտեմ, իրենց սոցցանցերում ինչ-որ բաներ են ներկայացնում։ Մենք կարծում ենք, որ մենք կարանք 455-ով համախմբել շատ տաղանդավոր երիտասարդներին ու ցույց տան լավ որակ։ Շատ լավ, շնորհակալ ենք շատ, դե ինչ, այսօրվանից սկսած բոլոր կինոթատրոններում փոքր մհերը կա, գնացեք վայելեք, դուրս եկեք TikTok-ներից, սրճարաններից, գնացեք մի ֆանտաստիկ մի լավ բան նայեք, ընկերներով, ընտանիքով, երեխաներով։ Բոլոր կինոթատրոններում իսկ մեր հյուրերն էին փոքր մհերի մուլտֆիլմի բեմադրող ռեժիսոր գլխավոր պրոդյուսեր, սցենարիստ հեղինակ Հովհաննես Մարկարյան եւ փոքր մհեր մուլտֆիլմի արհեստական բանականության թիմի ղեկավար Լուսի Բաղդակուլյանը։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ։ Ձեզ լավ օր, իսկ մենք գնանք սուրճ խմելու։ Ձեզ լավ օր։